Պուտինին եւ Տրամպի այս հարաբերություններին, որը այդ 180 աշճան շրջադարձը, որ կատարվեց Տրամպի գլխի մեջ, այդ ջղայնությունը, որի մոտ առաջացավ, դա այդ հենց այնպես չեղավ, իհարկե բնականաբար, եւ իրեն արդեն ոնց որ սկսեց ջղաձգել այն հագամակը, որ Պուտինը միշտ իր հետ խաղում է։ Այսինքն այդ բոլոր բաների վերջում մենակ կանգնած, որ ինչ էլ ասում ես, վերջում գալիս է նրան, որ այդ բոլորը շատ լավ է, բայց չեմ ուզում։ Դու պիտի կատարես մեր մաքսիմալիստական պահանջները, սրանուտելից։ Բայց ինչի ենք հանդիպում, այսինքն։ Եթե այդպես է, դու մենակ ասում ես, որ ինչի ենք հանդիպում։ Հանդիպելու իմաստը ինչ է այստեղ։ Ամենայն դեպս ուրիշ բան էր ասում նաև Տրամպի վրա, այս պետք է հասկանալ, որ սա միայն Պուտինի հետ հարաբերությունների վիճակը չի։ Տրամպի վրա շատ ավելի ուժեղ ազդում, ինքը նույն ձևի սիրահարված է, ճիշտ ասեմ, Պուտինի վրա, այն որ իր իսկ հետևորդները, այսպես կոչված մագան, որը երբեք էլ Պուտինի վրա նույն զգացմունքների չունեցել լրիվ, արդեն ջղային մոտեցում է ցուցաբերում Ուկրաինայի հետ կապված հարցերին, թե ինչու մեկ օգնում ենք, մեկ չենք օգնում, այն ինչ որ ասենք թե առաջի իր պրեզիդենտության ժամանակ իր հետևորդներից շատերն ասում են, դե ճիշտ է ասում, պետք չի մենք փող ծախսենք ուրիշ երկրների համար, փողը մեզ համար պետք է ծախսենք, մեր երկիրը հարստացնենք, նրանք պարզապես ասում են, որ ժամանակն է, որ դու մեզ վրա մի քիչ փող ծախսես։ Բայց դա չէր նշանակում, որ դու պիտի թողնես, որ Պուտինը այնտեղ ինչ ուզում է անի։